Կարծում քաղբանտարկյալներ կան Հայաստանում։ Չգիտեմ։ Իհարկե կան։ Օրինակ Սամվել Կարապետյանը, սրբազանները։ Իհարկե քաղբանտարկյալներ են դրանք իրավամբ ու երևի իշխանությունները վախվերում են։ Այ փաստաբաններ են նաև պարբերաբար ձերբակալվում շոուներով, հետո կամ ազատ են արձակվում, կամ խափանման միջոցափոխվում, տնային կալանք եւ այլն։ Այս մասով ինչ եք կարծում։ Դե երևի որոշակի տոլերանտություն, հա, կոնկրետ փաստաբան Կոչուբաևի վերաբերյալ որոշակի տոլերանտություն ցուցաբերեցին։ Ես կարծում եմ, որ իշխանությունները կոնկրետ ունեն ռազմավարություն եւ այդ ռազմավարության մեջ է մտնում նաեւ որոշակի տոլերանտություն խաղալը։ Իսկ այս վերջերս արդեն ժուրնալիստների միության շենքը վերցնելու հետ կապված են խոսում, տարբեր լրագրողների հետ կապված խմբագրությունների ճնշումների կարծես արդեն ազդակներ տրվում։ Այս մասով ինչ է։ Դա երևի ժուրնալիստների միության հետ կապված, երևի վախեր ունեն կոնկրետ ժուրնալիստների միության նախագահ Սաթիկ Սերանյանից, որը ջանք չի խնայում, հա, հանրության շրջանում իրականության մասին խոսել։ Միայն Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ։ Ամեն դեպքում քաղբանտարկյալ եք համարում Սամվել Կարապետյանը։ Միայն դա։ Իսկ այ հոգևորականներ ունեն սրբազաններ, թեմերի առաջնորդներ։ Նրանց անուն ավելավա չտակ։ Նրանց ես 15 տարուց ավել ես տեսել եմ, որ դրանք իս ձևի մաֆիոզի դերում են եղել։ Եղել եմ եկեղեցու մեջ միացնի, այդ ժամանակ Հունաստանում էի։ Այո, եւ ուզում եմ հուշանվերներ առնեի, բան առնեի։ Անից մի գներ կրակից բան արեցին, որ մի հատ ես ջուր ուզեցակ ես լիտրանոց շշով վերցնեի 2000 որ չասեցին, ես շշկրվեցի, ասեց ինչ է մաֆիոզ, հենց ինչ միացնում, այո, հենց տեղ, ու սենց լրիվ, սենց բաները ռեշոտկեքով, բանով, որ միլիցայի նման, ես էլ եղել եմ օրգանի աշխատողի ընտանիքից եմ եղել, ես տես նման բան չէի տեսել, ես այն ժամանականից միշտ ասել եմ, որ դրանք ավելի լավը մաքրվեն։ Ինչ եք կարծում Տիկին ջան, փաստաբաններ են կալանավորում անընդհատ ձերբակալում մեծ աղմուկով, հետո գիտեք ինչ կա, դե դա արդեն իրենց այդ ինչ ասեմ, չգիտեմ։ Կալանավորված ու մի ամիս քրեակատարական հիմնարկում մնացած փաստաբանի բաց թողեցին։ Այսինքն մեկ ամիս գտել են երևի, գտել են, դե հնարավոր չի, եթե ինչ որ մի բան չգտնեն, Թողստանին կալանավորեն, ուրեմն դա գտել են, որ Իրան իմաստ չունի բռնելը, դրա համար բաց են թողել։ Ամեն դեպքում փաստացի փաստորեն ստացվում է, որ մեկ ամիս այդ մարդը քաղբանտարկյալ է եղել։ Բանտարկյալ ոչ, քաղբանտարկյալ չի նա կոչվում։ Նրան բռնել են, նա քաղբանտարկյալ չի կոչվում։ Սամվել Կարապետյանն է ոչ մեկը, դե իմ կարծիքը այդպես է։ Իհարկե կա։ Ճանաչում եք ովքեր են, թե ուղղակի լսել եք։ Չէ, ոչ չեմ ճանաչում։ Օրինակ սրբազաններ կան կալանավորված, թեմերի առաջնորդներ, բարերար Սամվել Կարապետյանը, փաստաբանների են պարբերաբար ձերբակալում, բաց թողնում կամ խափանման միջոց փոխում։ Քաղբանտարկյալներ են, թե ոչ այս մարդիկ։ Չեմ կարող ասել։ Իսկապես չեմ կարող։ Այսինքն գտնում եք, որ օրինակ Սամվել Կարապետյանը ինչ որ Չէ, բարերար է, Սամվել Կարապետյանը բարերար է։ Այ օրինակ մարդիկ կան ասում են իշխանությունն է ցանկացել վերցնել, բայց այդ ցանկությունը ինքնին ինչ որ քրեական պատասխան։ Հիմա բոլորն էլ ուզում են իշխանություն վերցնել, բոլորը։ Իսկ սրբազանների մասով ինչ եք կարծում։ Չէ, կներեք ինձ սրբազան, մեր սրբազանը որ կա։ Հիմա բանտում 3 սրբազան թեմերի առաջնորդներ կան, Շիրակի թեմի առաջնորդ Ուրեմն մի բան արել են, որ Բագրատ սրբազանը եւ արել են, հաստատ արել են։ Կարծում եք արել են։ Արել են իհարկե։ Բայց չգիտեք։ Այս մասով վստահում եք, այսինքն իշխանություններին։ Իհարկե, ես իշխանություններին վստահում եմ։ Ես հիմա որ ազատման եմ գալիս, ինչի առաջ չէիք կարող։ Առաջ էլ էին կարող, բայց խապված էինք մենք։ Գրփում, չրփում էին։ Հիմա գտնում եք, որ խապված չեք։ Այ օրինակ նախընտրական ծրագրեր ունեին, շատ լավ ծրագիր ուներ ԿՊ նախընտրական Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա օրինակ խոստացան նախընտրական ծրագրեր։ Կանեն, անպայման կանեն։ Կարծում եք Արցախը հետ է։ Կամաց, այո, իհարկե Արցախը մերն է։ Բայց չէ՞ որ պարբերաբար ասում են, որ վերջ արդեն փակեցին այդ էջը։ Ոչ։ Դուք հույս ունեք։ Շատ բան չեն ասում, բայց անում են։ Այ տեսեք օրինակ կան
Մարդիկ ովքեր ասում են եւ հիմնավոր ապացույցներ են բերում, որ իշխանություն եկան այլ բան ասելով արեցին այլ բան, բարձ օրինակ կարմիր գծերը Իրանք վարված են, որ ասում են։ Չէ, Վարված են։ օրինակներ են բերում մարդիկ, ասում են օրինակ կարմիր գծերը, որ այն ժամանակ արժեր տարեկան 12000, հիմա դարձրին 160000։ Տեսախցիկները շատացրին քաղաքում, ընդհանրապես երկրում։ Պետք է տենց։ Ուրեմն պետք է որ արել է։ Կարծում եք պետք է։ Իհարկե, Տրանսպորտը շեշտակի թանկացավ, կարծում եք պետք է։ պետք է։ Բայց արդյոք ունեն ֆինանս մարդիկ։ Դե մի քիչ էլ որ թոշակները բարձրացնեն, շատ լավ կլինի։ Ախր միայն թոշակառները չեն, չէ։ Դե, Մարդիկ աշխատավարձերի խնդիր ունեն։ Շատ Ինչքան է բարձրացրել, ամեն անգամ էլ բարձրացրել է։ Աշխատավարձերը։ Օրինակ մեր ուսուցիչները բարձր են ստանում ներկայությամբ, իսկ առաջ 180-90 Իսկ զգալի մասը մեր Այդ քաղաքը մեր այս իշխանությունը ինչ չի արել, բայց այն որ բոլորի դիմակը պատրել է, այդ ինձ համար շատ հերիք է։ Ում օրինակ։ Ում Սերժի Իսկ ինչու է նա ազատության մեջ է դեպքում, ինչ եք կարծում, եթե Դե կգա, իրավորն էլ կգա, իհարկե իրավորն էլ կգա։ Կան, կարծում եմ կան։ Krasnodar'ı var. Եկել եք արձակուրդ, Եկել եմ ցանոթ մտնում։ տեղյակ չեք Հայաստանում ինչա կատարվում։ Չեք էլ ցանկանում տեղեկանալ։ Ինչ բան որ մարդիկ շորժ։ Լավ։ Հանցանք պարտադիր չի, որ մարդ սպանեն, հանցագործ լինեն։ Իրանք ավելի շատ հոգու հանցագործներ են։ Բայց այդ պատճառով պիտի կալանավայրում լինեն, ձերբակալվեն, հա, կալանք Դե կրեն։ եթե իրանք ինքնուրույն իրենց սխալը չեն զգում, պատասխանատու չեն, բնականաբար ուժով պետք է այդ ամեն ինչ արվի։ Ձեր խոսքերով այդ հոգու, չգիտեմ, խղճի Այո։ եւ այլն, չեք կարծում, որ դա ներեկեղեցական ամեն դեպքում հարցա պետքա կարգելուց արվեին, եթե խախտել են, բայց նրանք Օրինակ, կալանավայրում են այսօր։ Այո, կալանավայրում են, դա հասկանալի է, դե իրանք մեղքը եթե չեն ընդունում, բնականաբար պետք է լինեն կալանավայրում։ Ներողություն, որ մեղքը, քրեական որևէ հանցանք է, Քրեական չի իրենցը հոգու։ բայց չէ որ կալանավայրում են, իսկ կալանավայրում են մարդիկ քրեական հանցանքների համար գտնվում։ Այսինքն դուք նկատի ունեք, որ հանցագործեն պետքա նոր կալանավայրում լինեն։ Եթե քրեական որևէ հանցանք են գործել, ես Դե քրեականը ես չեմ կարող ավելի ճիշտ իմ գտնելով չէ, օրենքն է այդպես ասում։ Հիմա ես հասկանում եմ, որ Սամվել Կարապետյան, այո, հանցագործությունն է, դա որ մեր ժողովրդին այս գրպանից հանումադնում է մյուս գրպանը բարեգործ է։ Տենց բարեգործ չի լինում։ Դուք կարծում եք Սամվել Կարապետյանը որևէ բան անելուց ժողովրդից է գումարել։ Այո, պետքա, բա իհարկե էլեկտրոցանցը ժողովրդը չի վճարել։ Ժողովուրդը վճարում է կարծես իր սպառած էլեկտրաէներգիա։ Սպառած էլեկտրաէներգիան կարող լիներ մատչել, իսկ ինքը շատ բացասական սխալներ թույլ է տվել, այո։ Հիմա վերցրեցին իրենց։ Այո, Իսկ ես սրբազանների չեմ մասով կարծում, ես վստահ եմ։ Իսկ օրինակ սրբազանների մասով ամեն դեպքում Սրբազանների մասով, կալանավայրում լինեն։ հա, սրբազանների պահով նկատի ունեք Տեսեք, դուք ասում եք, որ խղճի եւ այլն ինչ որ հանցանք են գործել, բայց այդ մարդիկ փաստացի կալանավայրում են։ Շատ լավ, իսկ փաստաբանների մասով ինչ եք կարծում։ Պարբերաբար ձերբակալվում Ես են փաստաբաններին ընդհանրապես չեմ ընդունում։ Սամվել Կարապետյան, սրբազաններ, Լիքը ինչ եք կարծում, ինչով է պայմանավորված։ մեր լավ պետություն, լավ կառավարությունից, որ անտանելի է։ Բոլոր երկրներում էլ կան, իհարկե։ Նորմալ եք համարում։ Չէ, իհարկե, ամեն մեկը իր կարծիքն ունի։ Օրինակ արդեն փաստաբանների են ձերբակալում, հետո բաց թողնում։ Չէ, ես չեմ ընդունում։ Երևի։ Սամվել Կարապետյան, սրբազաններ։ Կան։ Սամվել Կարապետյան, սրբազաններ, 3 թեմերի Դրանց ես առաջնորդներ։ չեմ հավատում, դրանք Կարծում եք հանցագործ են սրբազանները, հանցագործ են, բայց հակառակ են մեր պիտի պետության գտնվեն շահերի։ կալանավայրում, կարծում եք ամեն դեպքում։ Չէ, հեռացվեն իրանց տեղերից Կարգելուց աշխատանքից։ արվեն, ուղղակի Այո, հեռացվեն։ Այսինքն դուք ավելի այդ կողմնակից եք այդ տարբերակին։ Կարծում եմ ավելի ճիշտ է, կարգալույս լինեն, քան թե բանտում։ Ինչի բանտում։ Սամվել Կարապետյանի մասով կարծում եք ինքը հանցանք էր գործել։ Սամվել Կարապետյանը թող գնա իր երկիրը, որտեղ ստեղծել է իր փողերը, հանգիստ թողա մեզ։ Հասկանալի է, բայց այստեղ որևէ հանցանք կար, որ բռնեցին իրեն, կարծում եք։
Թե Բացարձակ չեմ տեսնում հանցանք, բայց ինչ նկատառումներով է եկել, ինչ է հետապնդում, չգիտեմ։ կանալի է։ Իսկ նորմալ է վերաբերվում հեծի շուրջ էս կատարվողին։ Ամեն ինչ խլեցին մեր ազգից, խլեցին, հիմա քիչ-քիչ թող հետ Կարծում վերադարձնեն։ եք հետա վերադարձվում հեծը։ Ես կարծում եմ, Սակագների մասով հավատում եմ, ինչ եք պատկերացնում, կարծում եք իջնելու է գները։ չեմ կարծում, ոչ մի բանը գին չի իջնում։ Իսկ փաստաբանների մասով որ ձերբակալում են, արդեն քանի դեպք ունենք մեծ աղմուկով ձերբակալում, հետո բաց են թողնում կամ խափանամիջոց են Ճիշտ այդ խաղերը չեմ հասկանում դրանց։ Խնդրում եմ այս հարցերով չեմ ուզում։ Վայ, 15-ից գնաց ներողություն։ Ոչ չկան։ Ես թվում է շատ։ Սամվել Կարապետյանը, սրբազանները, թեմերի առաջնորդներ։ Իհարկե, Այ արդեն փաստաբանների են ձերբակալում մեծ աղմուկով։ Իհարկե հետո բաց են թողնում կամ խափանամիջոց փոխում։ Ինչ եք կարծում։ կարծում եմ 37 թիվն է։ Արդեն լրագրողներին են կարծես հասել։ Կարծիքս չեմ փոխի երբեք։ 37 թիվն է։ Ոյ կներեք չեմ պատասխանի էլի ձեր հարցերին, շտապում եմ։ Բա իրանք հենց քաղբանտարկյալ են։ Ոնց կան չկան։ Ну Սամվել Կարապետյանը հələ բանտարկված է։ Ես չեմ նորությունները բանը չեմ նայում էլի։ Գիտեմ որ երկարացնում են կալանքը։ հա Համարում եք հանցագործ նրան, թե ում Սամվել Կարապետյանը։ չէ ես չեմ համարում հանցագործ։ Իսկ սրբազան Բիզնեսմեն է եղել։ Դրան էլ չեմ համարում, եղբայր։ Դրան էլ չեմ համարում հանցագործ։ Փաստաբաններ են ձերբակալվում վերջերս բարբերաբար։ Սպառնում են լրագրողներին արդեն։ Ես մեխ չունեմ։ Որ լինի գլուծեմ հարցերը, որ հնարավոր լինի։ Ես ոչ մի բան չեմ կարող անել։